Ինչ տեղեկատվական աղբյուրներից եք ավելի հաճախ օգտվում։ Հիմնականում օգտվում եմ հեռուստացույցից եւ Facebook-ից։ Ավելի շատ Telegram ալիքներին եմ հետևում, որովհետև իրանք ավելի անկախ են, հեռուստատեսություն չեմ դիտում, համ ժամանակը չի հերիքում, համ էլ երբեմն չեմ հավատում, որ կարող է ճիշտ տեղեկատվություն իրանք մեզ փոխանցեն։ Հիմնականում օգտվում եմ Instagram, Facebook-ից, բայց ավելի հենքը դրված է Facebook-ի վրա։ Ավելի շատ լսում եմ, նայում եմ Facebook, Instagram։ Հիմնականում Telegram ու Instagram, Facebook չեմ օգտագործում։ Բոլոր տեղեկատվական միջավայրներից օգտվում եմ, բայց առավելապես հաճախ Instagram-ով եմ հետևում լրատվամիջոցներին։ Բոլոր սոցցանցերն օգտագործում եմ, բայց ավելի շատ Instagram եւ Telegram։ Սոցիալական ցանցերում տարածվող լուրերը վստահելի համարում եք։ Իսկ ասած, սոցիալական ցանցերում տարածված լուրերին չեմ հավատում, որտեղ հաճախակի այնպիսի դեպքեր են լինում, որ սուտ են խոսում։ Facebook կամ Instagram նման հաշտագներում մենակ փչիչկաներով էջերին կվստահեմ, քանի որ իրանք օֆիցիալ նյութ են փոխանցում մեզ։ Մնացած տեղեկատվություններին օրինակի համար այն վերնագրերով գիտեք ինչ եղավ, պես նա տեղեկություններին տարապես նույնիսկ խորհուրդ չեմ տալիս մարդիկ օգտվեն ու խուսափում եմ ինքս։ Մասամբ չեմ վստահում, քանի որ ապա տեղեկատվությունը շատ է։ Հիմնականում օֆիցիալ սայթերին եմ վստահում, լրատվական, եւ այն լուրերին, որը հիմնականում կրկնվում է օֆիցիալ մի քանի սայթով։ Մնացածին առաջնորդություն չեմ տալիս։ Լրիվ չեմ վստահում, ուղղակի կան լրատվություններ, որոնց ավելի շատ եմ վստահում, որովհետև կեղծիքը ավելի շատ է։ Կարելի ասել չեմ վստահում այդքան։ Հիմնականում եթե ունի գալոչիկ են կապույտ, դրանցով եմ կողմնորոշվում վստահ եմ թե չէ, բայց առհասարակ դրանց էլ չեմ վստահում։ Հիմնականում հեռուստատեսությամբ լուրերով։ Ավելի շատ փորձում եմ պաշտոնական էջերից օգտվել, որ ավելի ստույգ ինֆորմացիա ստանամ։ Այդքան էլ չեմ վստահում, եթե ինչ-որ բան տեսնում եմ այդտեղ, նախ ստուգում եմ պաշտոնական կայքերում, այնուհետև հասկանում եմ ճիշտ է թե ոչ։ Վերջին 1 տարվա ընթացքում սոցիալական ցանցերում հանդիպել եք այնպիսի լուրի, որը հետագայում պարզվել է, որ կեղծ կամ մոլորեսնող է։ Վերջի ժամանակները հանդիպել եմ մի հատ երգչի մահացրել էին, բայց սդվավ։ Շատ ենք հանդիպում, նամնավանդ հենց Facebook-ի միջոցով է տեղեկությունները շատ կտարածվին։ Հիմնականում բանակի հետ կապված, որ մեր բանակը թույլ է, տկար է, բայց քանի որ նոր եմ ավարտել ծառայությունը, ես այդպես բան չունեմ։ Մեր բանակը լավ է ուժեղ է։ Շատ եմ հանդիպել, մասնավորապես դերասանների, երգիչների մասին, որ մահացել են, բայց իրականում մահացած չեն։ Հա, հանդիպել եմ, կարծեմ երեխայի անհայտ կորելը, որը սուտ էր, բացահայտվեց, որ սուտ էր։ Հանդիպել եմ օրինակ ինչ-որ հայտնի մարդու մահվան դեպքով, վերջում պարզվել է, որ կեղծ լուրեր է եղել։ Այո, հանդիպել եմ ու հենց ինձ հետ է եղել, գրել էին, որ առողջական խնդիրներ ունի ու ունի մեծ հարստություն, ուզում էր փոխանցել ինձ, իրեն գումար ուղարկենք, որ կարողանա այդ գումարը ուղարկի մեզ։ Ինչպես եք հասկանում, որ տեղեկատվությունը կարող է կեղծ լինել։ Ինչն է ձեզ հուշում, օգնում հասկանալ, որ լուրը կարող է վստահելի աղբյուրից չլինել։ Ճիշտն ասած, սկզբից չեմ տարբերել, բայց հետո երկար խնդրություններից հետո կհասկանամ, որ կեղծ լուրեր են տարածված այդ կայքից։ Հիմնականում տեղեկատվության կեղծ կամ ոչ կեղծ լինելը am.com կայքերի հետ են կապված, այնտեղ թեկուս az.com այդ օֆիցիալ լինելու կամ չլինելու հետ է կապված։ Դիզայնը հիմնականում շերագետ չէ, մեծ գույների սխալ ընտրություն, տեքստերի անհամաչափություն։ Դնում ես կայքը ուրիշ պատուհան է, մի քանի պատուհան է բացում, իսկ դա արդեն հիմնականում վիրուսային ծրագրեր է տանում։ Տենց միանգամից հասկանում եմ, այո։ Հասկանում եմ, որ վերնագրերը տարօրինակ են եւ դրա համար չեմ բացում, չեմ ընթերցում։ Հիմնականում հենց սկսվող բովանդակությունը շատ մեծ տեղ է տալիս, որ չվստահենք, որովհետև եթե սկսվում է ինչ-որ անհայտ ծագմամբ բառապաշարներով, ուրեմն սուտ է, էլի։ Երբ պաշտոնական էջերը դեռ նման տեղեկատվությունը դեռ չեն հեռարձակել, հասկանում եմ, որ կեղծ է։ Նախ ստուգում եմ իրենց հենց կայքը, տեսնում եմ, որ այնտեղ շատ սխալներ կան, կոպիտ ձևով է գրված, մեծ տառերով է գրված,
այնպես հասկանում եմ, որ պաշտոնական կայք չէ։ Որ աղբյուրներին է առավելապես վստահում, անկախ լրատվամիջոցներին, թե պետական ԶԼՄ-ներին եւ իշխանամերձ աղբյուրներին։ Ինչու։ Հիմնականում անկախ լրատվամիջոցներին ավելի շատ կվստահեմ, որովհետև իրանք անկախ կառույցներ են, իրանց վրա ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի կրոնական ուժ չի կարող ազդել։ Ավելի շատ վստահում եմ պետական լուրերին։ Հիմնական պետական։ Ավելի շատ վստահում եմ անկախ լրատվամիջոցներին։ Ավելի շատ անկախ լրատվամիջոցներին եմ վստահում։ Անկախ լրատվամիջոցներին, ովքեր հեռարձակում են ամեն ինչ տարբեր թեմաներով։ Ավելի շատ վստահում եմ անկախ լրատվամիջոցներին։ Որքան կարևոր եք համարում մեդիագրագիտության զարգացումը ձեր համայնքում։ Պատրաստ եք մասնակցել այդ թեմայով ուսուցման կամ դասընթացի։ Շատ կարևոր եմ համարում, որովհետև մեր օրերում մեդիագրագետները շատ քիչ են եւ պետք է որ շատ դասընթացներ լինեն, որպեսզի մասնակցեն եւ ավելի շատ ինֆորմացիա ունենան։ Բազմիցս մասնակցել եմ, բայց եթե լինի ու տարբերվող լինի, միանշանակ կմասնակցեի։ Կուզենայի, որ այդպիսի լինի, կային թեկուզ սերունդին, փոքր սերունդին, կուզենայի եղներ, ես էլ մասնակցեի։ Պրովոկացիայի միջոցով սխալ տեղեկատվություն կորզելը սխալ է, իսկ այդ առումով մեդիագրագիտությունը մեր մեկիչում շատ վատ դիրքերում է։ Դասընթացի, որ նստեմ լսեմ, մեկ-օրյա լինի, հա, կմասնակցեմ, բայց եթե ինքը շարունակական լինի, ժամանակի առումով չեմ հասցնի ուղղակի։ Մեդիագրագիտությունը մեր օրերում շատ արդի է եւ հիմնականում երիտասարդները շատ հեշտ շփոթում են եւ ընկնում են մոլորության մեջ։ Ես խորհուրդ կտամ ուշադիր լինեն եւ ամեն մի լուրին առաջնորդություն չտալ։ Այո, պատրաստ եմ մասնակցելու մեդիագրագիտության դասային սեմինարների։ Մեդիագրագիտությունը ավելի շատ զարգացած լինի քաղաքներում, գյուղերում, երիտասարդների ծերերի մոտ բոլորը պետք է զարգացած լինեն, մեդիագրագիտությամբ ավելի ինֆորմացված պետք է լինեն։ Շատ կուզենայի մասնակցել մեդիագրագիտության դասընթացներին, ավելի ինֆորմացված լինելու համար։ Կարևոր եմ համարում այդ զարգացումը, որ ամեն մարդ պետք է մեդիագրագետ լինի, որպեսզի կեղծիքի չհանդիպի։ Բազմակի անգամներ մասնակցել եմ նմանատիպ սեմինարների, բայց կարծում եմ կարիք կլինի եւս մեկ անգամ մասնակցելու։ Շատ կարևոր եմ համարում, պետք է ամեն մեկը ուսումնասիրի մեդիագրագիտությունը, որպեսզի չլինեն նմանատիպ դեպքեր, որոնք հիմա շատ են եւ վտանգավոր ու մարդիկ հավատում են։ Շատ եմ մասնակցել ու եթե ելի լինի, հաստատ կմասնակցեմ։ Հաճախ եք սոցիալական ցանցերում տարածում տեղեկատվություն առանց աղբյուրը կամ իսկությունը ստուգելու։ Երբեմն այո, կիսվել եմ։ Լինում են դեպքեր, որ տարածում եմ առանց ստուգելու ճշտությունը։ Մինչև 20 թվական բավականին ակտիվ էի սոցկայքերում տեղեկատվությունը տարածելու հետ կապված, բայց 20 թվականից հետո, քանի որ հասկացանք, թե նաև ինչ դրություն ունի մեր երկիրը, ինչքան fake նյութեր կան ընդհանրապես, սկսել եմ ավելի քիչ նյութեր տարածել։ Ոչ։ Հիմնականում չեմ տարածում այդպիսի լուրեր։ Չէ, այդպիսի բան չկա։ Մինչև 100%-ով չգիտենամ ինֆորմացիան ճիշտ է թե չէ, նոր կտարածեմ, եթե ոչ։ Եթե սոցցանցերի նկատի ունեք, ընդհանրապես չեմ կիսվում, բայց եթե իմանում եմ, ուրեմն այդպես չէ, վստահ չեմ կիսվում, էլի։ Ոչ, չեմ տարածում։ Նախ ստուգում եմ ճիշտ է թե ոչ, այնուհետև կարող եմ մի փոքր կիսվեմ։ Ձեր կարծիքով ինչպիսի քայլեր են անհրաժեշտ կեղծ տեղեկատվության ծավալները նվազեցնելու համար։ Ամբողջությամբ սոցկայքերը փակվին։ Իմ կարծիքով արգելափակել է լրատվական միջոցները։ Հիմնականում դի ուշադիր լինենք, խորհուրդ տանք մեր շրջապատին, ավելի լավ կլինի, որ պետական մակարդակով հսկողությունը լինի։ Սեմինարներ կազմակերպվի մեդիա լրատվության հետ, կապը ավելի շատ լինի, որովհետեւ ավելի շատ գիտենանք։ Պետք է նախ եւ առաջ չկիսվել սոցիալական ցանցերում։ Հիմնականում շատ այդ լուրերը տարածվում են Facebook-ի միջոցով, պետք է կանխել դա։ Պետք է կրթվի մարդը որպես մեդիագրագետ ու ըստ այդմ արդեն այդ կեղծիկը իմ կարծիքով կքչանա։ Նախ պետք է շատ ուսումնասիրել մեդիագրագիտությունը, որպեսզի հասկանանք որն է կեղծ եւ որը կեղծ չէ ու հաստատ դա մեզ շատ կօգնի։ Երբևէ կեղծ լուրերը կամ ապատեղեկատվությունը ազդել են ձեր կարծիքի վրա, կապված ընտրությունների, քաղաքական գործընթացների կամ համայնքային խնդիրների հետ։ Հիմնականում չէ։ Քանի որ ես կայուն մարդ եմ, հիմնականում չէ։ Շատ ուշ են որոշումներ, հա։ Կարծիքս ուշ եմ փոխում։ Ես իմ սեփական խելքը ունեմ։
Քան որ բավականին ուշադիր եմ ու փորձեմ տեղեկությունը 100% իմանամ ճիշտ է թե չէ, այնպես որ կեղծ լուրերին վրա չեն կարող ազդել։ Չէ, չեն ազդել, որովհետև ուշադրություն չեն դարձնում, անմիջապես հասկանում են, որ կեղծ են լուրերը, կարծիքի վրա ազդել չի կարող։ Կարծիքի վրա չի ազդել, բայց եղել է որ շփոթության մեջ գցին կեղծ լուրերը։ Չէ, չի ազդել, որովհետև կոնկրետ գիտեմ որտեղից կարելի է օգտվել։ Եղել է որ մտածեմ, ճիշտ է թե չէ, բայց ավելի շատ չէ։ Ընտրությունների ժամանակ տեխնացուներին գնահատելիս ինչին եք հիմնականում ուշադրություն դարձնում։ Ծրագրերին եմ հետևում, նախքան ընտրությունները իրենց կատարած գործունեությանն եմ հետևում, ու ըստ այդմ որոշում եմ, թե ով կարող է լինել լավ ղեկավար։ Ես ընտրությունների ժամանակ ուսումնասիրում եմ տվյալ անձի ինքնությունը, գիտությունը, կուլտուրան։ Այդ առումով մեկ չեմ անձնական դիրքորոշում է ինքը։ Ոչ մեկին չեմ հետևում, ոչ ծրագրին եմ այդքան նայում, իր գործունեությանն եմ նայում, յետանգյալ ավելի շատ իր քաղաքում ունեցած կյանքին, հա։ Հիմնականում հիշում եմ իր անցյալը, կոպիտ ասած, թե ինչ են արել քաղաքի մարդկանց, ժողովրդի համար։ Ընտրությունների ժամանակ ավելի շատ ուշադրություն եմ դարձնում տեխնացուի կենսագրությանը։ Եվ երկուսն էլ միաժամանակ լսում եմ ու ինքս իմ մեջ հետևություններ եմ անում։ Նախ ամեն ինչ ուսումնասիրում եմ, նաև ընկերներին էլ եմ լսում, բայց հենց նրանց ասածով չեմ շարժվում։ Նախ ծանոթանում եմ նրա գործունեությանը, այնուհետև որոշում եմ ընտրեմ։